Երեխաների պաշտպանության կենտրոն է տեղափոխվել նաև Տիգրանի խոսքի խնդիրներ ունեցող եղբայրը, որն ըստ ամենայնի ականատես է եղել սպանությանը։ Միրա Անտոնյանի խոսքով երեխաները բոլորն էլ տրավմատիկ եւ կաշկանդված վիճակում են։ Նրանցից ամենամեծը 12, իսկ ամենափոքրը 5 տարեկան է։ Կմնանք, ադապտանան, կամաց կսկսենք մասնագիտական աշխատանքները երեխաների հետ, մինչև հասկանանք ինչ պիտի լինի հաջորդ քայլը։ Մենք չենք կենտրոնանա այս պահին իրենց տրավմայի վրա, որովհետև դա առաջին օգնությունը չի, այս պահին իրենք ստանում են իրենց առաջին օգնությունը։ Դա իրենց կենսական պահանջմունքների բնականաբար բավարարումն է, նոր պայմաններում իրենց անկողին, իրենց հագուստ եւ այլն, սնունդի ապահովումը, խաղերի, զբաղվածության, զբաղմունքների ապահովումը, մինչև որ մի քիչ հանդարտվեն, մի քիչ հանգստանան եւ արդեն երևա հատկապես ինչի վրա ուշադրություն դարձնել։ Մենք միշտ այդպես ենք աշխատում։ Սպանությանը ենթադրաբար ականատես երեխայի հետ արդյոք պետք է տարվի առանձին աշխատանք, հարցրինք Անտոնյանին։ Հատկապես այդ երեխայի հետ բնականաբար մենք մասնագետները ուշադիր կլինեն, հասկանանք ինչքանով երեխան դժուժել է դրանից, արդյոք խոսքը դրանից է դժուժել, թե մինչ այդ ինչ որ օրգանական պատճառ է եղել։ Մի խոսքով, դեռ ուսումնասիրման փուլում են։